մնացած դեպքերում, եթե ձեր ասած process-ը տեղի ունի, Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին պետքա հրապարակայնորեն քննի այդ հարցը եւ հանրության աչքի առաջ պարզաբանի, թե Տեր Արամը ինչ կանոն է խախտել, որովհետեւ եկեղեցին էլ ունի գործունեության իր կանոնները եւ պետք է շատ հստակ պարզաբանվի եւ կարծում եմ, որ պետք է եւ իմաստ ունի եւ նաեւ իմիջայլոց շատ կարեւոր արձանագրում։ Ի վերջո մենք պետքա հասկանանք եւ արձանագրենք, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հետևորդներն են։ Ստեղ էլ է այդ բանը տրամաբանությունը փոխված։ Ես թվում է, թե եկեղեցին հոգևորականներն են միայն, իհարկե հոգևորականներն են եկեղեցին, բայց պատկերացրեք եկեղեցի, ով ունի հոգևորականներ եւ չունի հետևորդներ, դա նշանակում է մեռյալ եկեղեցի, այդպիսի եկեղեցի չի կարող տեղի ունենալ, եւ կարծում եմ այդ թվում Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց Տեր Արամի հրապարակումներում արկա հարցերի վերաբերյալ մայրաթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ եւ եթե քննությունա տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան ինչա կատարվում, ով է ճիշտ, ով է սխալ, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Եվ ես կարող եմ ասել, որ միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգեվորականներին, ովքեր աջակցում են Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին եւ բոլոր հասուն միջոցներով կաջակցեմ նրանց եւ թիկուն կկանգնեմ նրանց, որևէ կասկած սրանում չկա եւ ընդհակառակը ես կոչ կանեմ հենց առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին իրենք առաջին հերթին պետք է կանգնեն այդ խնդիրների կողքին, իրենք իրենց խնդիրների մասին եթե չխոսեն, ոչ մեկ չի խոսի։ Լավ, ես կարող եմ խոսեմ բայց ես նույնիսկ այդ խնդիրների շատ քիչ մասը գիտեմ։ Ես օրինակ շատ գրառումը ես ինքս կարդացել եմ, ես շատ բաներ կար, անկեղծ ասեմ, ինձ համար նորություն էին։ Եվ ավելին, հենց համայնքը եկեղեցու համայնքը պետք է հստակ դիրքորոշում անի եւ իր հոգեվոր առաջնորդին պետք է պաշտպանի։ Որովհետեւ նրանք են ամենաշատը եւ ամենալավը ճանաչում իրենց հոգեվոր առաջնորդին եւ պիտի իմանան նրա արժանինքները եւ նաեւ թերությունները եւ պիտի որոշում կայացնեն նրան պաշտպանել եւ համայնքը եւ Տեր Արամը եւ մյուս հոգևորականները, ովքեր այս տրամաբանության եւ հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը եւ ես բոլոր հնարավոր միջոցներով, թույլատրելի միջոցներով բնականաբար կաջակցեմ նրանց։ Ամեցը կարծիքը։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես ուզում եմ նշել, որ տեսեք դուք էլ նշեցիք, երբ որ եկեղեցու մասին է խոսվում, մենք միշտ թվում ենք անում եկեղեցու այդ գործիքակարգումին կանոններին, բայց ի վերջո իրոք Տեր Արամը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ունի բազում հետևորդներ, բայց փաստացի զրկվելու են իր հետևորդները իր ծառայություններից իր ազատ խոսքի պատճառով, այսինքն վնասվում է այս մարդու ազատ խոսքի իրավունքը։ Եվ այս առումով գուցե չգիտեմ, կարելի է մտածել նաև պետությունը ունենա այնպիսի գործիքակազմ, որ կարողանա նման զարգացումները ուղղակի կանխել։ Նման զարգացումներին ես ասացի հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Այդպիսի դեպքեր են լինում, հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այդ տրամաբանության գնա, այո,
մենք բոլորս պետքա մեր արձագանքը տանք։ Դա չի կարող անարձագանք մնալ, որովհետև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այնտեղ անձնական ոչ մի հարց բարձրացված չի։ Խոսքը վերաբերվում է մեր հոգևոր կյանքին, խոսքը վերաբերվում է մեր հոգևոր օրակարգին, խոսքը վերաբերվում է մեր արժեքներին։ Ես էլի եմ ասում, գիտեք, ես չեմ պատկերացնում, որ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու մասին, արժեքահենք պետություն ունենալու մասին։ Դա գործնականում չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, եթե մեր արժեքների էպիկենտրոնը, մեր արժեքների մայրաքաղաքը, մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է, չի կարող դա տեղի ունենալ։ Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, ուրեմն նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք պղծությունից։ Եվ այս ճանապարհին ես ասել եմ, որ ես այդ պատասխանատվությունը եւ առաջնորդությունը ստանձնում եմ եւ ուրիշ տարբերակ չկա, այդ հարցը պետքա լուծվի։ Այդ հարցը պետքա լուծվի եւ մենք միասին պետքա այդ հարցը լուծենք։ Այդ թվում Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի այն ներկայացուցիչները, ովքեր իրոք ապրում են, եւ ես էլ է շատ կարևոր։ Օրինակ ինձ եղել են մարդիկ, ասել են իմ կոչին ի պատասխան, դահլիճում հավաքված են եղել, ասել են մենք կանգնած ենք, մենք գալիս ենք, ուր գնում ենք, գալիս ենք։ Ասել եմ Աստվածաշունչ գոնե մի անգամ կարդացել եք կյանքում։ Մարդիկ ասել են, չէ, ասել եմ ես շնորհակալ եմ այդ աջակցության համար, բայց համակարգող խորհրդի կազմում դուք չեք կարող լինել։ Որովհետև մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Ասել եմ դուք ամեն օր աղոթում եք, թե չեք աղոթում։ Մարդիկ են եղել, ասել են չէ։ Ասել եմ կներեք, բայց դուք չեք կարող լինել այդտեղ։ Ասել եմ վերջին 5 տարում գոնե մի անգամ մեծ պահքը պահել եք։ Ով ասել է հա, ասել եմ շատ լավ։ Ով ասել է չէ, ասել եմ շնորհակալ եմ, դուք կարող եք տեղ ունենալ հրապարակում, բայց դուք ամբիոնին չեք կարող տեղ ունենալ։ Որովհետև սա հոգևոր բովանդակության մասին է։ Եվ այն մյուս չափանիշները, հավատում եք Հիսուս Քրիստոսին, ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, սիրում եք Հիսուս Քրիստոսին։ Ո՞վ է ձեզ համար Հիսուս Քրիստոսը։ Հավատում եք, որ սա հոգևոր նորոգման օրակարգը, հավատում եք, որ սա ճիշտ օրակարգ է, հավատում եք, որ սա հանուն Հայաստանի է, հանուն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու է։ Օրինակ եղել են մարդիկ հարց եմ տվել, ասել եմ ովքեր են, որ մկրտված չեն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում։ Եղել են մարդիկ, որ ձեռք են բարձրացրել, ասել եմ շատ շնորհակալ եմ աջակցության համար, բայց պիտի խնդրեմ դուրս գաք քննարկումից, որովհետև այս քննարկումը քաղաքական քննարկում չի, որտեղ բոլոր քաղաքացիները ունեն իրենց ասելիքը։ Սա Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների խոսակցությունն է։ Ներողություն եմ խնդրում, բայց այս խոսակցության դուք չեք կարող մասը։ Ես ինչի համար եմ սա ասում, որ հիմա չթվա թե երբ որ ամենօրյա ինչ որ բան տեղի չի ունենում, այդ տեղի այս խոսակցությունն է տեղի ունենում։ Որտեվ չի կարող լինել ով դեմա մեզ հետ է։